Ագբա ֆեդերացիան ներկայացնում է։ Այսօր հողի լեզուն հաղորդման շրջանակներում կխոսենք տանձենու ինտենսիվ այգիների մասին։ Կքննարկենք տանձենու այգիների տնկման խտության և ծառերի ձևավորման առանձնահատկությունները Հայաստանի բարձրադիր շրջաններում։ Ուսումնասիրենք բարձրադիր գոտիների կլիմայական առավելությունները տանձենու մշակության համար։ Կիմանանք ինտենսիվ այգիների խնամքի որոշ գաղտնիքներ և կքննարկենք պտուղների որակական ցուցանիշները՝ գույն, չափս, համ և պահպանման ժամկետներ։ Մնացեք մեզ հետ ուսումնասիրելու հողի լեզուն։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, Արա Հովհաննիսյանն է ձեր հետ։ Մենք գտնվում ենք ինտենսիվ տանձենու այգում, որը գտնվում է 1900 մետր բարձրությունների վրա, եւ սա հազվագյուտ է Հայաստանում, որ դիմանում է տանձենին այս պայմաններին։ Եվ այստեղ տեսնում ենք 2 տարեկան ծառեր, որոնք արդեն 3-3.5 մետր բարձրություն են հավաքել եւ նույնիսկ սկսել են պտղաբերել, ինչը դեռ բնորոշ չէ այդ տարիքի համար։ Հաջորդ տարի 3 տարեկանները նոր լիարժեք լավ բերք ձևավորեն։ Ոնց որ այստեղ մեկ օրինակ կարող ենք տեսնել, որ փոքր հատվածում սաղարթի արդեն 6-7 պտուղ է ձևավորված։ Մնացածների մոտ հատուկենտ է դեռ երևում, բայց սա նշանակում է, ազդանշան է, որ հաջորդ տարի բարձր բերք է սպասվելու։ Շատ լավ աճեցողություն ունի, շատ լավ հարմարվածություն ունի, արդեն զգացվում է եւ կպչողականությունն էլ բարձր աստիճանի է, գրեթե բացակայող ծառեր չկան։ Այս ինտենսիվ այգու առավելությունները, որ մյուս պտղատեսակների մասին խոսալուց նույնպես ասել ենք, որ ինտենսիվ ծառերը, ինտենսիվ սորտերը տալիս են մեծ արդյունք միավոր տարածքից։ Նրանք կարողանում են ֆոտոսինտեզի բարձր արդյունավետության շնորհիվ ձևավորել բարձր բերք, ստեղծված սորտերն էլ ունենում են որոշակի լավ ապրանքային որակներ, որոնք հետագայում գտնում են իր գնորդին բարձր գնով։ Կաթիլային ռոռոքում ենք տեսնում, չկա խողովակներն են անցնում, նույնպես կարկետապաշտպան ցանցեր, մանավանդ ինչքան բարձր լեռներում, այնքան վտանգը կարկուտների մեր մոտ մեծանում է։ Ինչպես նաև այդ ցանցերը որոշակի դեր են խաղում նաև արևի ճառագայթների բեկման համար կամ ճիշտ օգտագործման համար, կախված գույներից, կախված միջատների համար հասանելիության առումով այգու ելնելով անցքերի մեծությունից։ Եվ մոլախատվածության մասին էլ եւս պետք է ասել, որ լավ խնամված է, այստեղ զգացվում է եւ մուլչապատում որոշակի այլ խոտաբույսերով, որոնք ճնշում են մյուսներին, անկանոն ձևի չի խոտածածկ այստեղ։ Եվ այսպիսի այգին կարող է նման պայմաններում 30, 40 եւ ավելի տոննա հեկտարից բերք ապահովել։ Պետք է ասել տանձենու մասին, որ սա երկրորդ կարևորագույն հնդավոր պտղատեսակն է, որը ունի արդեն ինտենսիվ տեխնոլոգիա մշակության։ Եվ այգիները զիջում են միայն խնձորենու ծավալով։ Հայաստանում դեռ քիչ են, սա լավագույն օրինակներից է։ Այստեղ մենք տեսնում ենք եւ ճիշտ պատվաստած հատվածը, ճիշտ պատվաստակալի վրա, որը թզուկային է դարձնում ծառը, ձևավորումները, առաջի հարկի կմախքային ճյուղերը եւ հաջորդ կենտրոնական ուղեկցողի վրա հաջորդող ճյուղերի դասավորվածությունը, ինչը հնարավորություն է տալիս կարգավորել եւ կանոնավորել բերքը, ընդ որում տարեց տարի եւ սկսել շուտ պտղաբերություն եւ հետագայում էլ կանոնավոր բերք, որտեղ ցավոք հնդավորների մոտ դա խնձորենին է առաջերտին, բայց նաեւ տանձենու նկատվում է նաեւ այսպիսի երևույթ, որը կոչվում է պտղաբերության պարբերականություն։ Մի տարի բարձր բերք ապահովելով ծառը իր բոլոր ուժերը տալիս է այդ տարվա պտուղների ստեղծման, բայց միևնույն ժամանակ իրեն բողբոջներում ճյուղերի այդ տարվա
ներսում սկսում են ձևավորվել հաջորդ տարվա ծաղիկները, որոնք աստորեն մյուս տարվա բերքն են ապահովում։ Եթե մայր բույսը շատ ուժ է նվիրում այս տարվա բերքին, այս տարվա զավակներին, ասենք, նա չի հասցնում այդ ծաղկաբողբոջների ոչ զարգացումը, ոչ քանակական ապահովումը եւ հաջորդ տարի զգալի պակասելով ծաղիկները քիչ պտուղներ են առաջանում, քիչ բերք է ձևավորում։ Երբեմն նույնիսկ լինում է, ժողովուրդը ասում է, հանգստանում է ծառը։ Այդ տարի բերք ընդհանրապես չի տալիս։ Այդ հանգստանալու հաշվին, սակայն, նոր շվերի, նոր բողբոջներում ձևավորվում են շատ ծաղկաբողբոջներ եւ դրանք երկրորդին հաջորդող տարին են մեծ քանակությամբ ծաղկում, մեծ բերք ապահովում եւ այդ տատանումները տարընդ շարունակվում են։ Ագրոնոմի այգեգործի ճիշտ այգի վարելու նպատակներից է խուսափել այդ պարբերականությունից եւ յուրաքանչյուր տարի ստեղծել համաչափ բարձր բերք առանց տատանումների, ինչպես նաեւ ապահովել այդ պտուղների քանակով խոշոր եւ ապրանքային լավ տեսք ունեցող պտուղները, ինչը շատ կարեւոր է արդյունավետության առումով։ Բարձր գին վճարում են գեղեցիկ եւ լավ տեսք ունեցող պտղատուների համար։ Տանձենու մասին պետք է ավելացնել, որ սա առավել արժեքավոր պտուղներից է շուկայում, առավել սիրված, ուղղակի քիչ սպառվող, ոչ բոլորին է դուր գալիս, ասենք, տանձենու պտղամսի կոշտությունը, այնտեղ գտնվող քարաբջիջները, ինչքան հնարավոր է սելեկցիոներները ձգտում են ընտրասերողները նոր սորտերում խուսափել այդ քարաբջիջների քանակներից եւ մեծությունից եւ սպառողին ավելի հարմար դարձնելու։ Այս տանձենին շատ եւս առավելություններ ունի, նա պահունակ է, կարելի է մինչեւ 7-8 ամիս պահել բերքը եւ այդ ընթացքում հետզհետե սպառել շուկայում։ Տանձենու վերաբերյալ պետք է ասել, որ ամենայն դեպս կան որոշակի թերություններ, որոնք այդքան էլ չեն նպաստում ամենուր Հայաստանում տանձենու այգիներ հիմնելու։ Այստեղ ասացի մեծ բարձրության վրա ենք 1900 մետր, ինչը ավելի ցուրտ կլիմա է եւ տանձենին բավական ջերմասեր է, հատկապես եթե խնձորին համեմատենք, ուստի պետք է որոշակի ճիշտ տեղեկություններ ընտրի ագրոնոմը, այգեգործը, որտեղ ինչ հողատարածքում, ինչպիսի լանջերում, առավել ևս հարավային կամ արևելյան, այսինքն տաք լանջերում տեղադրել տանձենու այգին։ Այսպես թե այնպես մեծ վտանգ է սպառնում տանձենու այգուն ձմռանը։ Ձմռան ցրտերից, չնայած ընդհանուր տաքացման, ոչ ոք դեռ չի խուսափել եւ տանձենին բավականին զգայուն է։ Խնձորենու համեմատ նա զգալիորեն զիջում է դիմացականությամբ եւ նույնպես պետք է կամ փորձնական տվյալներ ունենալ, կամ ճիշտ ընտրություն անել, որտեղ որ սորտիմենտով, որ պատվաստակալով այգիներ հիմնել տանձենու։ Հատկապես որ ցածր մասերում ավելի շատ սառը օդ է նստում, ավելի շատ ձյուն է գալիս եւ ցրտահարությունների վտանգը ձմեռային ավելի մեծ է։ Ինչքան բարձրանում ենք, խորհուրդ է տրվում մինչև այս բարձրությունները 1800-1900 մետր տանձենի տնկել։ Ավելի բարձրի վրա համենայն դեպս այս լավագույն եվրոպական, ամերիկյան սորտերը կասկածելի է Հայաստանում աճեցնելը։ Տանձենու ցրտադիմացականության ոչ բարձր ցուցանիշներից է խոսում այստեղ 3 երիտասարդ նոր տնկած ծառերի վիճակը։ Տեսնում ենք, որ նրանք հավանաբար ցրտերից, հնարավոր է, քանի որ հաջորդական են նաև որոշակի հողային խնդիրներից չորացել էին, հիվանդացել էին, վատացել էին եւ այգեգործները ստիպված կտրել են պատվաստացույց որոշակի բնի մեծ մասը թողնելով եւ հնարավորություն են տվել, որ նրանք վերաճ տան։ Այս
Փոքրիկի վրա երևում է լավ նոր շվեր են առաջացրել եւ սրանք հաստատ վերականգնելու են ամբողջ ծառը։ Մինչդեռ հարևան երկուսը բավականին թույլ եւ տկար ճյուղեր են տալիս, ինչը քիչ հավանական է որ կվերականգնի ծառը։ Այս դեպքում ստիպված ենք լինում այգու վերատնկում անել, լրացում անել, այսպես կոչված, եւ այս հեռացնելով չորացածները տեղում փոքրինչ շեղումով ոչ ճշգրիտ նույն կետի վրա տնկել նոր տնկիներ։ Մինչև երիտասարդ տարիքի 3 տարեկանը խորհուրդ է տրվում վերատնկել, որպեսզի լիարժեք շարքեր ունենալ։ Ավելի մեծ տարիքում 4-5 տարեկանից արդեն անիմաստ է ստացվում վերատնկելը, որովհետև նոր տնկվածը ի համեմատ իր ավելի տարիքով եղբայրքույրերի չի կարող հասցնել նրանց չափ, հաճեցողություն եւ վերքատություն ապահովել։ Մյուս կողմից էլ շարքում գտնվելով նույն պայմաններում նա տուժելու է կամ ջրի պակասից, կամ սննդարության, կամ նույնիսկ լուսավորության։ Այսօր այսքանը այս յուրահատուկ տանձենու այգու մասին եւ ընդհանրապես տանձենու մշակաբույսի Հայաստանում։